Պարոն Խուդատյան, Դավիթ Արուշանյանը ըստ էության չէր մասնակցում, հա, նիստին։ Հարգելի գործընկերներ, հեռացվել է զբաղեցրած պաշտոնից։ Ինչով է պայմանավորված։ Հարգելի գործընկերներ, առաջարկում սպասեք։ Այդ ինչ հարցեր կան։ Այո, ինչ տեղի ունեցավ, որովհետև տեսանք, որ մասնակցում էր ԿՊ վարչության նիստին։ Առանձնապես ոչինչ տեղի չունեցավ, երբ որ ուրեմն Պատճառն այն է, որ դեկտեմբերի 7-ի պատարագին ներողություն պարոն Խուդատյան։ Դեկտեմբերի 7-ի պատարագը Գյումրիում անցել է շատ հրաշալի, ես ինքս մասնակցել եմ եւ պատարագը։ Բայց ինչի անսպասելի, երբ որ նա տարին պետք է ամփոփեր համատեղ ասուլիս։ Հարգելի գործընկերներ։ Պարոն Խուդատյան, այդ օրը մի րոպե էլի շողիկ, նախորդ օրը մասնակցում էր այդ թեկնածուների մերժել ընդունելու այդ նիստին, հա, գործընթացին, հաստատվել էր նրա թեկնածությունը, թե Այո, պարոն Արուշանյանի թեկնածությունը հաստատվել է։ Հիմա կարող եք ասել, նա զբաղեցրած պաշտոնից ազատվել է, թե ոչ։ Առաջարկում ով էր այսօր Շիրակի մարզը ներկայացնում կառավարության նիստում։ Շիրակի մարզից այսօր մարզպետ չկար, Արարատի մարզից այսօր մարզպետ չկար, Սյունիքի մարզից այսօր ներկա մարզպետ չկար։ Մարզպետների փոփոխություն նախատեսված է, որովհետև ասում են, որ տեղեկությունների համաձայն հաջորդ Արարատի մարզպետն է հեռանալու պաշտոնից։ Տեղեկություն չկա։ Արտիկի քաղաքապետն է փոխարինելու Շիրակի մարզպետին։ Եթե ասելիք լինի վստահաբար։ Պարոն Խուդատյան, քանի որ դուք էլ եք կարծում, որ կաթողիկոսը պետք է հեռանա, հնարավոր է միանաք այսօր եպիսկոպոսներին այնտեղ հավաք անցկացնելու։ Շատ մեծ է ցանկությունը, հաշվի առնելով, որ այնտեղ է նաև լինելու իմ ծննդավայրի եւ իմ բնակության վայրի թեմի առաջնորդ Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն Սրբազանը, բայց ժամը այնպիսին է, որ աշխատանքային ժամ։ այո, Աշխատանք վերցնեք։ Մի ժամ հետո, որ աշխատանքային ժամը ավարտվի, չեք գնա։ Նայած ինչ օրակարգ մեր աշխատանքային ժամը որպես Ինչպես է իշխանությունը չի ավարտվել իշխանությունը մի քանի տարվա Պարոն Խուդատյան, իսկ իշխանությունը ինչպես բախումը կկանխի, որովհետև ինչպես հասկանում եմ Facebook-յան գրառումներից, տարբեր թևից կոչ են անում լինել մայրաթոռում, իշխանական, ընդդիմադիր, ըստ էության դեռ մի բան տեղի ունենալու։ Բավարար արգելի գործընկերներ, ուրեմն ուժային կառույցներ կան այնտեղ եւ մենք էլ մինչեւ սա մեր համար քաղաքական process չի եւ այնտեղ որպես այդպեսին մասնակցություն քաղաքական ուժի կամ իշխանության ֆորմատով չունենք, չենք ունենալու, չենք քննարկել, չենք պլանավորում։ Բայց մոտավորապես նույն նախադասություններն էր, ինչ որ Նիկոլ Փաշինյանն էր ասել, հոգևոր հավաք կազմակերպել է իջմիածնում եւ հիմա նրա հետ հանդիպած եպիսկոպոսները երկրորդում են նրա հայտարարությունը։ Եպիսկոպոսները շատ པարզ հայտարարություն են տարածել, որ իրենք առաջարկում են, որպեսզի քաղաքացիները հավաքվեն եւ հանգստի կոչեն։ Ինչքան քաղաքացի պետք է հավաքվի Արգելի այնտեղ, գործընկերներ, ըստ ձեզ, ձեր տրամաբանությամբ, այդ ինչ քանակ պետք է լինի քաղաքացիների, որ նրանց պահանջը համարվի լեգիտիմ։ Ես չունեմ այդպիսի կարծիք, չունեմ այդպիսի հաշվարկ, ունեմ ցանկություն մասնակցելու, բայց նաև այդ ցանկության մասնակցելով արդեն ասացի, որ մասնակցեմ այն հարցի բերումով, որ այնտեղ է նաև իմ շատ սիրելի հոգևորականներ, մասնավորապես Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն Սրբազանը։ Կճոյանն էլ է ձեր սիրելի հոգևորականների Ես ցանկում։ Կճոյանի հետ շփվելու առիթներ չեմ ունեցել, իսկ Սիոն Սրբազանի հետ վերջին 7 տարվա ընթացքում ինտենսիվ շփումներ ենք ունեցել։ Ես իրեն շատ հարգում եմ, ինքը շատ պարկեշտ հոգևորական է եւ կարող եմ կարծիք հայտնել այն հոգևորականների մասին ու այդ շփվելու առիթ ունեցել։ Պարոն Խուդատյան, Ձեզ ավելի շատ մտահոգում է վեղափարի վերածվածքը, թե այն, որ օրինակ Արցախում Ադրբեջանը ոչնչացնում է հայկական եկեղեցիներն ու վանքերը։ Ձեր ասած հարցերը իրար հետ համադրելի չեն, եթե ձեր ասած հարցերը համադրելի չեն եւ որպես այդպեսին համեմատության եզրեր չունեն։